Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 4-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 4-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ձեր գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնականապես լուծում կտաք, որոշում կկայացնեք, որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի կամ նոր է սկսվում, նման ցիկլ կամ ավարտվում է այդ ժամանակ։ Եվ հույսով եք, հույսնետել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, եւ այդ օրը այն գործերն եք անելու ավարտեք, որ մնացել էին։ Ինչ-որ բաներ էին մնացել եւ դրանք կավարտեք։ Նաեւ ոցեր կան, չար խոսակցություններ, վատ վերաբերմունք, այդպես նախանձ, նմանատիպ հայացքներ ձեր նկատմամբ, ձեր հասցեին ուղղված ինչ-որ բազմաթիվ խոսակցություններ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ոյ։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 4-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը տատանվում եք, ծանրութեթև եք անում, ընտրության առջև եք կանգնած, ինչ-որ մի հարցի լուրջ, ինչ-որ լուրջ որոշումներ կարող եք կայացնել։ Նաև երեխաների հետ կապված ոչ իրադարձություն է, հնարավոր է հղիության, ծննդաբերություն, իրանց մոտ ինչ-որ մի բան փոփոխություն լինում, նաև առիթ է, որ կգնաք եւ ընտանեկան կյանքն է սա, որով ավելի շատ, ավելի ընտանիքին նվիրված կլինեք։ Եվ ոչ հնարավորություն եք այդ օրը ձեր ձեռքից բաց թողնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։
Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 4-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը գումար կստանաք, նաև ունեք թաքուն սիրավեպ, թաքուն գործողություններ, նորություն կլսեք այդ օրը, նվեր կգնեք կամ նվեր կստանաք, որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվին, նաև կարող է նոր է սկսում, այդպես ամեն ամիս ցիկլ, եւ կամ դա ավարտվում է։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, որևիցե գաղտնիք կիմանաք, գաղտնիք կբացահայտվի եւ ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 4-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոչը գաղտնիք է բացահայտվելու եւ շատ անսպասելի ձևով։ Նաեւ կարող եք հուզվել, նաեւ կարող եք արտասվել։ Նորություն կլսեք, հնարավոր է օցերի մասին եք նորություն լսում, հնարավոր է նաեւ իրանք են ձեզ ինչ-որ մի նորություն ասում։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք այդ օրը։ Լինի դա ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, թե մեկ այլ պետական հիմնարկություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 4-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը հույսով եք, հույսներ դրեք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, հույսով սպասում եք, այնտեղ սպասման մեջ եք լինելու նա վրա, հույսով սպասում եք։ Եվ ունեք այդ օրը հրավերք որևիցե առիթի եւ դա ձեզ կերջանկացնի կամ դուք եք երջանիկ լինելու, ինչ-որ մի բան է կատարվել եւ հրավիրում եք մարդկանց առիթի, ձեր առիթին։ Եվ գործերը կմնան այդ օրը։ Ոչ բոլորն եք հասցնելու ավարտին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 4-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը առավոտյան ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր երեխաների հետ, գուցե գալիս են տուն, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հղիություն, ծննդաբերություն կամ առիթ է պետք է գնաք։ Եվ տատանվում եք օրվա ընթացքում, ծանրութեթև եք անելու, ինչ-որ հարցեր, ինչ-որ պահեր, ընտրության առջև եք կանգնած լինելու։ Բայց այստեղ ունեք նաև հարցեր տան հետ կապված։ Հանդիպում է սա, ինչ-որ որոշում եք կայացնում, ոչ նորություն եք լսում եւ տխրում եք։ Ինչ-որ մի բան է այստեղ, կամ տան տիրոջ հետ եք հանդիպում, կամ գնում եք տուն նայելու, կամ առիթն է դա, առիթ է այստեղ եւ այդ ժամանակ ինչ-որ հանդիպումներ ունեք մարդկանց հետ եւ այդ ժամանակ ինչ-որ նորություն կարող եք լսել, որը որ ձեզ տխրեցնում է, ինչ-որ բան է ավարտվում, նաև տան հետ կապված կարող ասում եք, գիտեք, տունը ինձ հարկավոր է եւ պետք է դուրս գաք այս տանից, նման ինչ-որ պահեր են այստեղ։ Եվ հուզվում եք, նաև կարող եք արտասվել, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այստեղ ձեզ ասում է, որ երկար մտածեք։ Նոր հետո այդ քայլը արեք։ Չգիտեմ ինչ է լինելու, ես հատառհատ ասեմ, այստեղ տունը, տխրություն, ավարտ, վերջնական որոշում, նորություն եւ հանդիպում։ Դուք արդեն այստեղ ամեն մեկի մոտ ինչ-որ մի բան կարող է այդքան օրինակ չեմ կարող բերել այդ 5 քարտից։ Բուն օրինակը բերեցի, բայց դա կարող ոչ բոլորին է վերաբերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին մարտի 4-ին։
հարգելի կշարքներ, հետո ինչ-որ մի սուտ եմ, կամ կապված է անկողնային հարաբերությունների հետ, կամ այդ սուտը ձեզ ոնց որ քնից հանում է։ Այսինքն արթնանում եք եւ իմանում եք, որ ինչ-որ մի բանը չեն արել, չի եղել։ Եվ այստեղ նաև, որը ձեր ձեռքում է, նաև ճանապարհ գնալու հետ է կապված սա։ Ոնց որ դրանից հետո, հա, կամ որոշում եք ճանապարհ գնալ, կամ սպասեք արդյոք այդ մարդկանց գալու են թե ոչ, հա, կողառավության դրա մասին է սուտը, թե զբաղվեք ընդհանրապես ձեր գործերով։ Այստեղ նաև առողջության հետ է կապված խնդիր, ինչ-որ մի բան է հիասթափվում եք, կամ հիվանդ եք չեք կարող ինչ-որ բաներ անել, կամ հիվանդ պետք է խնամեք, կամ ինչ-որ մեկի առողջության մասին եք իմանում և տխրում եք։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Բայց այստեղ գիտեք, կարող սուտը նաև լինել այդ հիվանդության հետ կապված, կարող ավելի ուռճացված է, եթե ինչ-որ մեկին է վերաբերվում։ Կամ այստեղ ոնց որ մարդը նեղվում է, որ լավ չի զգում իրան եւ չի կարող օրինակ ճանապարհ գնալ, հա, դրա համար ձեր ձեռքում է այդ պահը ճանապարհ գնալու հետ կապված, լավ եք կարող եք գնալ, հա, այդպես։ Այսքանը ձեզ համար կամ կարող եք գնալ հիվանդատես։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 4-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ-որ տհաճ պահեր կան, ինչ-որ պահեր են այստեղ, չգիտեմ, օձերի հետ է կապված, ինչ է, սուտ է, բաժանում է, արտասուք է, հուզմունք է, ինչ-որ մի բաներ են այստեղ։ Սուտ նաև կարող է լինել գումար են տալիս ձեզ, այդ գումարը կամ խաբում են, դեռ չեն ուղարկել, եթե այդպես է, կամ ուշադիր հաշվեք գումարը, որովհետև կարող է ճիշտ չլինել։ Կամ ասում են գումար ենք տալու, գնում եք, տեսնում եք, չկա դեռ։ Ինչ-որ բան նաև այդ օրը ձեզ երջանկացնում է, ինչ-որ մի տհաճ պահեր կան, որը որ նեղվում եք, միգուցե կարող է երջանկության արդյունքներ են, երջանկության հուզմունք է դա, բայց ինչ-որ մի բան է ամենայն դեպս ձեզանից գնալու, կամ ինչ-որ մեկը, կամ ինչ-որ բան։ Այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, հնարավոր է հղիությունը, ծննդաբերությունը, հնարավոր է նաև սա ընտանեկան կյանքն է, որ կզբաղվեք ընտանեկան կյանքով, նաև առիթ, երեխաների հետ կապված առիթ։ Այդ օրը նաև ինչ-որ մեկ հետ գումարի մասին կարող եք խոսել, այդ կարող եք խոսել, հետո ասի գիտեք, փոխանցել եմ կամարի ստացի, գնաք, տենցնեք, չկա։ Նաև գումար կարող եք ծախսել, եթե այստեղ առիթ է երեխաների հետ կապված, ապա նաև կարող եք ծախսել, վճարել ինչ-որ մի բան։ Նորություն կլսեք, որը ձեզ, որից հետո կմտածեք, որ վերջ ավարտվեց այդ իրավիճակը եւ նաեւ դուք էլ ինքներդ վերջնական որոշում կկայացնեք այդ նորությունից հետո։ Օձեր կամ բամբասանք, չար մարդիկ, չար լեզուներ։
Գուցե նաև իրենցից եք իմանում դա, իրենց հետ է դա կապված, ի վերջո ասում եք, դե ով գնա դու քո կյանքով, ապրի, ես իմ կյանքով ապրեմ, հա, եւ մեկը մյուսին չխանգարի։ Այսքանը, գուցե նաև իրեն եք հանում ձեր կյանքից։ Ինչ որ հետաքրքիր օրեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 4-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի չուշանաք։ Նաև ժամեր կարող փոխվել։ Դուք փոխեք, դիմացինը փոխի, ուշանան։ Նաև այդ օրը կարող դուք եք ուշանում, ուշադիր եղեք, որտեղ ինչ-որ մի հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում այդ օրը։ Որևիցե իրադարձություններ ունեք, որոնք ոչ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն, կամ նոր է սկսվում այդ ցիկլը ամեն ամսվա ինչ-որ իրադարձության, կամ ավարտվում է դա։ Այդ օրը կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, նաև արտասվել, որտեղ պետք է շատ ուշադիր լինեք։ Եվ հնարավոր է նաև տուն եք մաքրում, հուզված սպասում եք հյուրին, որտեղ հյուր ունեք։ Եվ նաև ունեք գործնական հանդիպում այդ օրը կամ գործնական խոսակցություն, կամ հուզված դրամար եք գնում, տուն եք մաքրում հյուրին ընդունելու համար, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 4-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ մի բանից կարող հուզվել, կարող արտասվել, գումար կստանաք, այդ օրը նաև ուշադիր եղեք, ոչ հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել,
Նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի կամ նոր է սկսվում ինչ-որ ցիկլ, որ ձեզ մոտ սկսվում է, ինչ-որ բաներ կատարվել, նաև ավարտվում է դա։ Եվ այստեղ հիվանդանոց է, որը կամ կայցելեք, կամ կգնաք վեճաբժշկական կենտրոն կամ ինչ-որ կոսմետոլոգի մոտ, այնտեղ ինչ-որ գործողություններ կանեք։ Կամ որոշյա գործեր են, որոնք որ ոնց որ քնած են դեռևս, ինչ-որ պետական հիմնարկությունում, նո պետք է գնաք բզբզեք, որ արթնանան։ Նաև այդ օրը ոմանք կամ կվիճեն դիմացինի հետ, նաև դա տուն մաքրել է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 4-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ մի բան կիմանաք օձերի մասին, կամ իրենք ձեզ կասեն, կամ այդպես որ բան բասում են, կամ իրենք են ձեզ ինչ-որ մի նորություն ասելու։ Ոմանց սիրոխոստովանություն կանեն, կամ դուք կանեք, կամ ձեզ սիրված կզգաք, ինչ-որ մի բան կատարվի ձեզ հետ։ Նաև դա հարազատների հետ հանդիպում է, շփում, տանը իրադարձություններ ունեք, գուցե ծնունդ է, առիթ է, եւ հանդիպում եք հարազատներով կամ դուք եք գնում ինչ-որ մեկի տուն, այնտեղ են հարազատները։ Սա նաեւ տեղափոխություն է, բնակարանամուտ, այդպես։ Ու բորկա եք անում։ Գործերը կմնան, այդ որ չեք հասցնում ամբողջությամբ անել։ Դա կապված է նաեւ աշխատանքի հետ։ Եթե թեկուզ աշխատում եք ինչ-որ մեկի մոտ, ոնց որ չեք հասցնում ավարտի նաեւ իր մոտի աշխատանքը։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք գնան հարցազրույցի, ոմանք կհանդիպեն պետական աշխատողի հետ։ Նաև եթե բիզնես ունեք, ապա բիզնեսը առաջ կտանեք, բայց էլի հա ոնց որ ինչ որ գործեր կմնան չեք հասցնում ամբողջը անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 4-ին։ Հարգելի ձկներ,
այդ օրը ձեր ձեռքում է ընդհանրապես շատ բան ձեզանից է կախված, ընդհանրապես ամեն ինչ է ձեզանից կախված։ Նորություն կլսեք, որ չէ առիթի հետ կապված, հա, այսինքն կամ առիթի ձեզ կհրավիրեն, դա ձեզ համար նորություն կլինի, ոնց որ ինչ որ մի բան է դիմացինի մոտ կատարվում, ոչ թե ինչ որ ծնունդ է, որը գիտեիք, այլ ինչ որ մի բան է, ինչ որ մի բան կիմանաք։ Նաև սա ձեզ է վերաբերում, կամ ինչ որ մի նորություն դուք եք լսում, որը ձեզ համար շատ կարևոր է, եւ դուք եք ստեղծում առիթ եւ մարդկանց հրավիրում եք։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, լինի դա դատական գործեր, բժշկական հարցեր, ուսումնական հարցեր եւ այլն։ Կզբաղվեք դրանով։ Օրվա ընթացքում հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույս նետել եք ինչ որ մեկի վրա եւ գումար կստանաք։ Այդ առումով հաղթանակած դուրս կգաք, հա, կարող է հաճախորդի հետ եք պայմանավորվում, կարող է ինչ-որ մի բան, հա, ոնց որ հաճախորդը ի վերջո վճարում է ձեզ։ Կամ եթե աշխատավարձը չէին տալիս, հա, կարող այնտեղ եք բզբզում, որ ձեր աշխատավարձը տան եւ հասնում եք դրան, հա, այդ գումարը դուք ստանում եք։ Ինքնուցե վարկ է դա, վարկը ձևակերպում են, այսինքն էլի ձեր օգտին է։ Ասում են, այո, կտրամադրենք ձեզ վարկ եւ գումար են տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։